Սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ ակնկալվում էր, ազգային ժողովի ամբիոնից իշխող մեծամասնության կողմից հնչում են ամենատարբեր մեղադրանքները եւ ինչպես այլևս բացահայտված է այդ ամենը, ստով, կեղծիքով, մանիպուլյացիաներով, վերագրելով դաշնակցության ամենատարբեր բաներ, որոնց մի մասը ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, մի մասը կիսաճշմարտություն են, մի մասն էլ պարզապես վերագրվում է, որովհետև հավանաբար մեծամասնությունը գիտակցում է, թե ինչ արավիրք է բերել հայ ժողովրդի գլխին։ Ես փորձեմ մի քանիսին անդրադառնամ, իհարկե ժամանակը կարճ է բոլորին անդրադառնալու, բայց խմբավորելով, ինչ մեղադրանք է հնչեցվում, ասում է դաշնակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, իբր մեր համար հողերն ավելի կարևոր են, քան պետականությունը, եւ մեկ էլ sense բան է դրվում, դուք չեք փոխվել։ Իրականում այս բոլոր գնահատումներում կամ ներկայացումները իրար հակասում են, որովհետև պետականությունը կերտվում է հողի վրա։ Եվ եթե հող չունես, պետականություն չես կարող կերտել։ Եվ եթե դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք դրա համար պետք է միայն ուրախ լինեք։ Դուք միայն դրա համար պետք է ավելի համախմբված լինեք հենց դաշնակցության գաղափարների շուրջ, այլ ոչ թե հակադրեք այդ գաղափարները ազգային նպատակների հետ։ Իրականում դաշնակցությունը իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է հայոց պետականության համար եւ այսօր էլ է այդ պայքարը շարունակվում։ Դուք արհեստականորեն փորձում եք հակադրել այս պայքարը կեղծ խաղաղասիրության թեզերի հետ։ Ամենամեծ խաղաղություն ուզող ուժը դաշնակցությունն է։ Ամենամեծ խաղաղություն ուզողը հայ ժողովուրդը, հայ ժողովրդի այն հատվածն է, որը պայքարում է սեփական ազգային արժանապատվության համար։ Մինչդեռ դուք ուղիղ հակառակն եք անում եւ քողարկում եք ձեր այդ կեղծ խաղաղասիրությունը, այսպես կոչված ցորենի ներմուծման իբր ճանապարհի բացման հետ, առանց անգամ ամոթ զգալու, որ չէ որ նույն Արցախը ապահովում էր Հայաստան ներմուծվող ցորենի միջինը 25% տարեկան կտրվածքով։ Եթե ֆիզիկական ծավալով վերացենք, դա 50-ից 80 հազար տոննա էր տարեկան կազմում։ Հիմա մի քանի ֆուռ ցորենի համար բերել եք խաղաղություն եք ծախում մեր ժողովրդի վրա։ Այն էլ ոչ թե այսպես ամբողջ ճանապարհի երկայնքով շրջափակումը վերացրած, այլ ընդամենը մեկ ակցիայի մասին է խոսքը գնում։ Ալիևասիրության այդ ձեր ձգտումը, այդ ձեր ցանկությունը մի երկրի ղեկավարի, որը էթնիկ զտման թիվ 1 պատասխանատուն է Արցախում, որը Արցախում հակադրված միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը, հայկական տարն է վերացնում այնտեղից։ Դուք այս ինչ սիրահարվածություն եք ցուցաբերում այդ երկրի ղեկավարի հանդեպ։ Եվ նպատակը ո՞րն է։ Մեկ նպատակ, որ պահպանեք ձեր իշխանությունը։ Այլ բացատրություն ես այստեղ չեմ տեսնում։ Դա վերաբերում է նաև այն մյուս բնդումներին։ Այստեղից ասում է միջազգային իրավունքի ամենակարևորագույն սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ով ասեց ձեզ։ Այդ այնց եք վարել բանակցությունները, որ զիջել, զիջում ու շարունակում եք զիջել։